Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր սեպտեմբերի 25-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե աշխարհի ուշադրությունը կենտրոնացված է Նյու Յորքում, ՄԱԿ-ում, այնտեղ Դոնալդ Թրամփն է, աշխարհի առաջնորդները են, շատ կարևոր հարցեր են քննարկում։ Այդ ժամանակ ուղղակի նայում ենք, տեսնում ենք Հայաստանը ներկայացված է արտգործնախարարի մակարդակով, որովհետև Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չէր կարող լինել Նյու Յորքում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանը կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հետագայում Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը եւ համաշխարհային ատոմային ֆորումի մյուս մասնակիցները շփվել են ոչ պաշտոնական միջավայրում։ Եվ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած գլոբալ ատոմային էներգիայի ֆորումում հայտարարել է. Հայաստանը որոշել է երկարաձգել Մեծամորում գտնվող ատոմային էներգակայանի ՀԱԵԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը։ Այս նախագիծը պարզապես տեխնիկական ձեռնարկ չէ, այլ Ռոսատոմի եւ միջազգային գործընկերների հետ Հայաստանի արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք, նշել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով ներկայումս ՀԱԵԿ-ն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը եւ Հայաստանի կառավարությունը այն համարում է էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչ։ Ջորջան էսով էր բալանսավորում, բայց կներեք արտահայտության բալանսավորենք ու բալանսավորածը, այս ձևի է բալանսավորում։ Այսինքն Այնտեղ Ալիևը գնացել էր, ոգևորված, Տրամպը խոսում էր, ասում էր, բա խաղաղություն բերեցի, Ալիևն էլ ողջունում էր, շնորհակալություն էր հայտնում, օգոստոսի 8-ից հետո առաջի անգամ պետք է Տրամպի հետ հանդիպումը լիներ, այդպիսի ներկայացչական հանդիպում պետք է լիներ, Մոսկվա գնացել ես ինչ-որ համաժողովի մասնակցելու համար, եթե պետք է ասեիր, որ Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցությունը պետք է շարունակենք, ուղարկե թող մի հատ փոխվարչապետ գնար ասեր։ Չէ, դու պետք է ցույց տայիր անպայման, որ ամբողջ աշխարհը նայեր Հայաստանի համար կարևորը որն է, Ռուսաստանն է, ոչ թե ՄԱԿ-ում հանդիպումը, որտեղ Տրամփն էլ մասնակցում էր։ Այս է ժողովուրդ ջան։ Ու բացի դրանից Բա խոսք էր գնում մոդուլային ատոմակայաններ, ամերիկյան, տարբեր տարբերակների, մենք խոսում ենք, բոլորի հետ բանակցում ենք, բոլոր տարբերակները քննարկում ենք, ինչ կատարվեց։ Այս ինչի էլի մտածեցինք երկարացնենք ատոմակայանի ժամկետը։ Այս ատոմակայանը 69 թվականին չի հիմնադրվել, 1976 թվականին չի շահագործել, այդ որ թվի տեխնոլոգիա է։ Ենթադրենք այս ընթացքում անընդհատ ինչ-որ բան կատարելագործում է, բազան ինչն է, որ թվի է, ինչի 69 թվի տեխնոլոգիա էր, բապտե տեխնոլոգիան ելներ չէ, որ բերեին Հայաստանում էլ անեին։ Քանի տարվա հնությանը մինչև 2036 թիվել երկարացնում ենք ժամկետը, ինչ ձևի ուզում ես վերակառուցի, ինչ ուզում ես արա։ Բազան դա է։ Ու նաև շատ արդյունավետ համագործակցություն Ռուսաստանի հետ։ Եթե 30%-ը տալիս է եւ դա մեր էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչն է, այսինքն մենք ուզում ենք, որ այդ էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրիչը եւս 11 տարի լինի Ռուսաստանի ազդեցության տակ։ Բա ասեք մարդիկ իմանան։ Ասեք, պարզ ասեք, Ժորժիա, որ մենք մեր ապագան առանց Ռուսաստան չենք պատկերացնում։ Մարդիկ էլ մտածեն, ասեն, դե լավ, մեր վարչապետն է տենց է ուզում։ Բայց չեք խաղեր տալիս, դե թռնում ընդեղ։ Ձեր գործողությունից երևում է, որ դուք ցանկանում եք անկախանալ Ռուսաստանից։ Նշում եք, որ էներգետիկ անվտանգությունը Ռուսաստանն է ապահովում ու շարունակում եք, որ ապահովի։
Նիկոլ Փաշինյանն ասեց երկու հատ ատոմակայան այս վերջերս սարքել, չէր ուզում ուղղակի ասել, բայց սարքել ասկի ձենել չեն անել։ Հիմա ասեք գնանք տեսնենք, այս հոյ երկը չի սերես գախտնի թող մնա։ Կամ եթե բառը չես հասկանում ատոմակայանը որն է, արեգակնային կայանը որն է, կամ մյուսը որն է, էդ էլ ասա ժողովուրդ ջան, բառը սխալ եմ ասել, ատոմակայան չի։ Կամ եթե ատոմակայանը ասա, հպարտանանք, բայց ինչ ենք Ռուսաստանն երկարացնում։ Սա է ժողովուրդ ջան։ Ու նույնիսկ այն ինչ որ ինքը այնտեղ պետք է ասեր, այդ նույնը կարար փոխվարչապետի մակարդակով էլ ասվեր։ Բացարձակ դրա կարիքը չկար որ ինքը գնա, բայց ինքը չէր կարա չգնար։ Հոբելյանական միջոցառում էր 80-ամյակ էին նշում, ոնց կարա Նիկոլ Փաշինյանը չգնար, բա Լուկաշենկոն այնտեղ էր, ինքը չգնար։ Ովքեր էին, բա ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ բոլոր երկրների առաջի դեմքերի մակարդակով ովքեր էին։ Պուտինը, Լուկաշենկոն ու Նիկոլ Փաշինյան։ Վերջ։ Էսա։ Ոնց կարար Փաշինյանը չգնար։ Իսկ որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին պաշտպանող արևմտամետները առավոտից իրիկու Ռուսաստանին քննադատում են, բա մի հատ ասեք Փաշինյանի գնալը ողջունում եք թե չէ։ Այս պայմանավորվածությունները ողջունում եք թե չէ։ Բա դուք ում դեմ եք պայքարում։ Մարդկանց էլ փորձում թյուրիմացության մեջ գցել։ Ուղղակի ազնիվ եղեք։ Ասեք ժողովուրդ ջան, մենք մեր ապագան պատկերացնում ենք Ռուսաստանի հետ։ Ընտրողն էլ պատկերացնի։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում է Եվրոպա գնալու համար մեր ժողովուրդը պետք է որոշի։ Եթե ժողովուրդը կորոշի, տենց։ Ես առայժմ քայլ չեմ անում, եթե ժողովուրդը կորոշի, հա, բայց ժողովրդին մի խափեք թող որոշի։ Ժողովրդին խափում եք, որ դուք էլ եք այդ ուղղությամբ քայլանող։ Բայց թողեք որ ժողովուրդը որոշի, որ տեսնի, որ դուք Ռուսաստանից ձեռքաշողը չեք։ Դուք նորից շարունակում եք ձեր պլանները Ռուսաստանի հետ, կախվածությունը Ռուսաստանի հետ։ Իսկ հիմա Նյու Յորքում են իրադարձությունները, որոնք որ նաև լուրջ ազդեցություն ունենալու են նաև թե աշխարհի, թե տարածաշրջանի, թե մեր երկրի վրա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, ապա Կրեմլի պաշտոնյաները պետք է համոզվեն, որ գիտեն, թե որտեղ են գտնվում ամենամոտ ռմբապաստարանը։ Այսինքն ուզում ասի խփելու ենք։ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Տրամպը բացահայտորեն աջակցում է իրեն ռուսական թիրախներին, օրինակ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին եւ զենքի գործարաններին հարվածելու հարցում, եթե Ռուսաստանը հարվածի ուկրաինական էներգետիկային։ Զելենսկին հավելել է, որ եթե Ուկրաինան ԱՄՆ-ից լրացուցիչ հեռահար ստանա, ապա մենք այն կօգտագործենք։ Ասա այն Ռուսաստանի դեմը, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել հեռանկարային պլաններ է կազմում։ Երբ որ խոսք կա գնում, որ Տրամպը արդեն ասել է խփեք։ Իսկ այդ են Տրամպն, բա Նիկոլ Փաշինյանը ինչ չգնաց այդ դափնիները ինքն է ստանա, ոնց որ Ալիևն էր մենակ ստանում։ Որտեվ ինքը գիտի, որ այդ բլեֆը ինչքան ցքի։ Ինքը նույնիսկ ամսի 8-ին այդ բլեֆը գիտեր, որ չի կարա շատ ցքի։ Ամսի 8-ին ստորագրելուց հետո ասեց, մենք առաջինը այդ Տրամպի ուղին Սյունիքով ճանապարհը առաջարկել ենք Ռուսաստանին, դե իրանք չհամաձայնվեցին, մեր ուրիշ գործընկերները առաջարկեցինք, չհամաձայնվեցին, մեկ է Տրամպի ադմինիստրացիան որոշեց, իրանք արեցին։ Այսինքն մենք չենք քայլ արել, մենք արել ենք բանի տեղ չեն դրել, նաև նախկին ադմինիստրացիան հիմա Տրամպեն կարեցին։ Ինչ էր դա ասում, որտեղ վաղը կարող է ստիպված է ասի, բայց ձեզ ով է ասել, որ մեր անվտանգությունը մենակ պետք է Տրամպը ապահովի, կարող է Պուտինն ապահովում։ Ինքը չէր ուզում գնալ այնտեղ, որ ցույց տար, որ որոշողը դու ես։ Պարոն Պուտինը նեղանար։ Դուք հասկանում եք, չէ՞ որ երկու տեղ գնալու դեպքում կարևորությամբ ՄԱԿ-ում գնալը ավելի կարևոր է, քան մի հատ միջոցառման, եւ այնտեղ հավաքվածները շատ ավելի ներկայացական կազմով ավելի կարևոր է, քան Պուտինի մոտ գնալը։ Երբ որ դու գնում ես Պուտինի մոտ, բոլորը հասկանում են, որ դու կարևորում ես Պուտինին։ Սա նույն չի որ ասես ժողովուրդ ջան, ինչ եք խառնվել իրար, մի օր ձեր մոտ կգանք, մի օր այնտեղ կգնանք։ Զուգահեռաբար երկու միջոցառումից
միջոցառման ես գնում, որը հոբելյանական ինչ-որ բան անշում, և պտի գնաս ՄԱԿ-ի ասամբլեա չես գնում, բարդ է հասկանալ, թե Հայաստանի ուղղությունը որն է։ Իսկ հիմա Զելենսկու ասածը, որտեղ այդ լարվածությունը շարունակվում է, ոչ ավարտվեց, Ռուսաստանը արդեն դուրս է գալի պայքարի, արդեն է խելոք Ռուսաստանը, որ ուզում էր ժեստեր աներ Տրամպին, հույսով, որ Տրամպը պատերազմը կդադարեցնի, տեսնում է, որ Տրամպը դադարեցնելու մտադրություն չունի, ուզում է ճնշումն ավելացնի, ինքն էլ արդեն ուզում է վախացնի, որտեղ մտածում է, որ Ուկրաինային չի կարա վախացնի, բայց Տրամպին կարա վախացնի, չէ։ Ուկրաինային, որ կարող է լինել, կվախացներ էլի։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. Ռուսաստանը կարող է կիրառել այնպիսի զենք, որից ոչ մի ապաստարան չի փրկի, եւ ամերիկացիները նույնպես պետք է դա հիշեն։ Այսինքն հիմա ակնհայտորեն սպառնում է նաեւ Ամերիկային։ Դու կտաս նենց զենք, որ մեզ կխփեն, մենք է կխփենք քեզ։ Հիմա սրա պատասխանով է տալու։ Տրամպը հասկանում է, չէ՞ որ եթե դու ասել ես Զելենսկուն, որ խփի, ես տերեմ։ Եթե հակառակ ասում են, որ դե մենք է քեզ կխփենք, ուրեմն դու պետք է քո եզրակացությունն անես։ Էսա վիճակը աշխարհի, ու մենք այս վիճակում ի՞նչն ենք բալանսավորում, որ կողմում ենք հայտնվել։ Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո պատրաստ է հրաժարվել Ուկրաինայի նախագահի պաշտոնից։ Ընտրությունները կարող են անցկացվել հրադադարի ընթացքում, պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։ Սա էլ նրանց համար, որ ասում է, որ ես պաշտոնի վրա դողացող չեմ, քանի կռիվը ես մնալու եմ։ Կռիվը կավարտվի, ես գնացող եմ։ Հանկարծ չասեք պաշտոնի համար տարավ ժողովրդին զոհեց, պաշտոնի համար էս արեց, պաշտոնի համար են արեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի մերձավոր արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված հարցերով։ Այդ դրա համար Փաշինյանը Նյու Յորքում անելիք չուներ, որտեղ այնտեղ Էրդողանն էր, այնտեղ Ալիևն էր, գնալ այնտեղ ինչ աներ։ Հարց լուծողները գիտենք ովքեր են, որ այնտեղ են։ Հայաստանի Ադրբեջանի հարցով խորհրդակցում է Թուրքիայի հետ։ Ուիթքոֆը նշել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով տեղեկանում է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քլնի կարծիքը Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ Ուկրաինային վերաբերող հարցերի մասին։ Ես զանգահարում եմ Թոմին եւ հարցնում, ինչ կարծիք ունի Իբրահիմը Քլնը այս հարցի վերաբերյալ։ Այսպես ենք մենք միասին աշխատում։ Ես կարող եմ բազմաթիվ նմանատիպ օրինակներ բերել, երբ հաջողություններ ենք ունեցել, քանի որ լավ հաղորդակցվում ենք, նման կապերի պահպանումն ինձ խորհուրդ է տվել Տրամպի վարչակազմը, ասել է Ուիթքոֆը։ Բա որ պարբերաբար ասում է Ժողովուրդ ջան, մեր արտաքին քաղաքական հարցերը Ամերիկայի հետ լուծում են Թուրքիայի միջոցով, գիտեիք հենց այն շարեմ անում մեր իշխանության վրա։ Բա ասում է մի հատ ասեք ում հետ են բանակցել, որ եկել են այս փուլին են ասել։ Անուն տալիս էի։ Որտեղ Թուրքիայի միջոցով են բանակցել, անունի ում անունը տա են Էրդողանի։ Այս ենք Ամերիկայից լսում, Ժողովուրդ ջան, որ մեզ վերաբերվող հարցերը ճշտում են Թուրքիայի հետ եւ այդ են հիմք ընդունում։ Այսա, բա ասենք Տրամպի ուղին, որ սարքենք Թուրքիայի մեգուսացնում ենք։ Ում էիք ասում, ով էր դրա վրա խաբվում։ Էսա ձեր մեգուսացածը։ Իմիջիալոց մի հատ բաներ կար, նախագահ Տրամպի օգնական Մարգո Մարտինը հրապարակել է նախագահական փառքի ուղու կադրերը։ Թրամփը Բայդենի դիմանկարը փոխարինել է նրա ստորագրության լուսանկարով։ Տարածված տեսանյութում երևում է, որ ԱՄՆ նախկին առաջնորդների, այդ թվում Բարակ Օբամայի դիմանկարների շարքում այժմ կա Բայդենի ստորագրությամբ սարքի լուսանկար։ Լուսանկարին կից գրված է Բայդենի անվան սկզբնատառերը եւ նախագահության ժամանակահատվածը 21-ից 25 թվականները։ Սա ես համարում եմ խայտառակություն բառի բուն իմաստով։ Ավանդույթները այս աշճանի անարգել,
որ դրածա բոլոր նախագահների նկարը դրանց մեջից մի հատ նախագահի նկար հանել եւ սպիտակ տանը մարդիկ չեն կանգնում ասեն ընկեր դու այսօր կաս եկուտ չկաս բայց սա ավանդույթ է էս ինչ ես անում չգիտես որ վաղը ով էլ գա քո նկարը սկի ստորագրությունը չիսկի հետքը չի թողելու պատին հանելու են շպրտեն ով էլ գա որտեղ եթե դու չես հարգում ավանդույթը ուրեմն շատ հանգիստ կարող են քեզ չհարգել այսինքն դա ինչ ձև է որ հանեցիր այդ մարդու նկարը ինչ ինչքան կարելի է նախկինների հետ կռիվ տալ լավ այն մարդ առաջ գնա այսինքն սա ինչ մեծացրեց Տրամպին կամ վարչակազմը ուրեմն չկա մի մարդ որ մտնի ասի ընկեր մի անի էլ է սենց բան բայց մենք ժամանակներ ենք տեսել չէ որ ուրիշ է եղել ժամանակներ ենք տեսել որ Ռուզվելտը իր խորհրդականին հոյի մոտ ուղարկել է իր գործավարին ասել է գնա ասա այս բանը անի ասել այս գիշերվա կեսին ինչ ես կպես շատ վիրավորական արտահայտվել է չեմ կարող անեմ այս ինչ է բան որ գալիս է գործավարը դե չի կարող ասի թե ինչ ասե հոուն գալիս Ռուզվելտին ասում է գիտեք ինքը ասեց դժվար է դա անել անհնարին է բանս ուզում է մեղմ տոնով բացատրի որ դժվարություններ կա ծիծաղելով Ռուզվելտն ասում է մի խափի ես լավ գիտեմ ինքը ինչ ասե իմ հասցեին ու ժպտում է որ այսինքն գիտեմ որ ինձ ուղարկել է որ հարկն է պետք չի որ դզես փչես եւ նա իրան լավ ազգացե որ իրա ենթական իրա խորհրդականը կարա իրան ուղարկի ու որ հարկն է եթե մի բան դուրը չեկավ այսօր հասցրեցիք այս երկիրը ժողովուրդ նկարը պատից հանում ենք իսկ հիմա Իրանի հետ կապված երեք չհասցրեցի ասեմ Իրանի գերագույն առաջնորդ Այաթալլահ Խամեյնին հայտարարել է ներկայիս իրավիճակում ԱՄՆ կառավարության հետ բանակցությունները առաջին հերթին չեն ծառայում մեր ազգային շահերին ոչ մի օգուտ չեն բերում մեզ եւ չեն կանխի որևէ վնաս Իրանը կշարունակի ուրանի հարստացումը սակայն միջուկային զենքի մշակում օրակարգում չկա Ուրանի հարստացումը կիրառություն ունի տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, արդյունաբերության, սննդի, շրջակա միջավայրի, պաշտպանողության եւ բնական պաշարների պահպանման մեջ, ինչպես նաեւ բնագավառում։ Իրանական որոշ միջուկային օբյեկտների ռմբակոծումը չի կարող խանգարել Իրանին հարստացնել ուրանը, քանի որ դրա արտահայտությունը դարձել է տեղական գիտություն։ Իրանն ունի տասնյակ նույնիսկ հարյուրավոր հարստացման մասնագետներ, Իրանը չի ենթարկվել ճնշմանը եւ ապագայում էլ չի անի դա, ընդգծել է Այաթոլլահ Խամեյնին։ Ամերիկացիները չափազանց պահանջներ են ներկայացրել բանակցությունների համար, այդ թվում հրաժարվել ուրանի հարստացումից եւ հրթիռներից, ինչն Իսլամական Հանրապետության մասին նրանց տգիտության արդյունք է։ Հիմա սա խնդիր է, որի մեջ մենք շատ լուրջ ձևով կարող ենք ներքաշված լինել, շատ զգույշ պետք է լինել։ Դեռ Իրանն ու Միացյալ Նահանգները համաձայնության չեն եկել, բայց մենք ուզում ենք, որ Իրանի շահերից բխի, որ ճանապարհը անցնի Իրան սահմանակից այսպես, եւ դրան տիրություն անողը լինի Ամերիկան։ Մենք շատ զգույշ պետք է լինենք այս հարցում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան համաձայնություն չկա։ Ու ամեն պարագայում կարող է դա սրվի։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է. Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առջև, Թեհրանի դեմ ագրեսիան հարված է Մերձավոր Արևելքի կայունությանը։ Անվտանգությունն ապահովում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով։ Երկրները պետք է լսեն միմյանց։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածները իրանական օբյեկտներին տեղի են ունեցել դիվանագիտական բանակցությունների ընթացքում։ Այսա պարբերաբար Իրանը շեշտում է, որ դուք բանակցություններով զգոնությունը բթացրեցիք եւ հարված հասցրեցիք։ Սա վերաբերում է նաեւ մեզ, վերաբերում է նաեւ բոլորին, որ ցանկացած պահի ողջևորվել, որ բանակցային արդյունքում կարող է եկել ես համաձայնության եւ դու զգոնությունդ բթացնես, որի պարագայում ինքը լավ էլ նախապատրաստվի եւ հանկարծակի բերի, սա նաեւ մեզ է վերաբերում, որ ողջևորված մեզ ասում են վերջ խաղաղությունը բերածա, վերջ էլ խնդրեմ չկա խաղաղություն է,
ով որ կասկածի տակ է դնում, ուրեմն ինքը պատերազմ է ուզում։ Դե հիմա լսեք, մարդը բացատրում է, թե երբ հարվածը հասցրեց բանակցությունների այն լավ թեժ փուլում։ Իրանի հետախուզության նախարարը, սա էլ արդեն առաջի դեպք չի, որ այս մասին ասում են, իրանական հետախուզությունը ձեռք է բերել Իսրայելի միջուկային և ռազմական կենտրոնների, ինչպես նաև գիտնականների և զինվորականների անունների մասին գաղտնի փաստաթղթեր։ Միջուկային և ռազմական հաստատություններում աշխատող բազմաթիվ իսրայելցիներ համագործակցել են Թեհրանի հետ, Նեթանյահուի նկատմամբ ատելությունից դրդված։ Սա էլ իրանք հերթական անգամ ասում են, որպեսզի ցույց տան, տեսեք, կհարվածեք, մենք էլ պատասխան հարված կտանք, որովհետև տեղերը, կոորդինատները ամեն ինչ ունենք, անգամ ձեր մեջ մարդիկ ունենք, որոնք ձեզ ատելով մեզ են ծառայում։ Այսինքն այս է վիճակը, այս մթնոլորտն է մեր հարևանությամբ։ Մենք այս ամեն ինչը պետք է իմանանք, գնահատենք, իսկ այդ պարագայում հիմա այսօր կառավարության նիստին հաստատվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2%-ով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026 թվականին 563 միլիարդ դրամ կհատկացվի, մոտ 1.5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Իսկ եթե հաշվի առնենք, որ բյուջեն նաև աճ ունի, այսինքն նշանակում է ավելի շատ է կրճատվելու ռազմական ծախսերը։ Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազմանը, ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի ավելի քան 5%-ով ավելին է։ Այսինքն բյուջեն 5%-ով ավելանում է, բայց 15.2%-ով կրճատվում է ռազմական ծախսերը։ Սա մենք խաղաղության ենք պատրաստվում։ Էս է ժողովուրդ ջան։ Իսկ Ադրբեջանը զինվում է, որտեղ ասում է անկայուն աշխարհ է, թե զինվենք։ Ինքը իր ռազմական բյուջեն մեծացրել է, մենք փոքրացրել ենք։ Գործադիրը հաջորդ տարի նաև ավելի շատ գումար կծախսի Հայաստանի պետական պարտքը կառավարելու համար։ Ավելի քան 423 միլիարդ դրամ կամ 1.1 միլիարդ դոլար կուղղվի միայն պարտքերի տոկոսների վճարմանը։ Ժողովուրդ ջան, բայց այդքան գլխապատառ վարկ են վերցնում։ Բայց այդ բեռը ծանրանում է, չէ՞։ Բյուջեի մուտքերն եք ասում, բայց ինչքան եք դուրս տալիս։ Ու նորից էլի վարկ են վերցնում, բյուջետային վարկ են վերցնում։ Եվ սրա ֆոնին վարչապետի աշխատակազմի բյուջեն 2026 թվականին 2025-ի համեմատ աճում է 1.5 միլիարդ դրամով կամ 6.2%-ով։ Բա իհարկե ժողովուրդ ջան, բայց պաշտպանական ծախս։ Վարչապետի աշխատակազմի փողերը պետք է ավելանա։ Դեմը ընտրությունները հազարովի ծախսեր պետք է անեն, հազարովի հարցեր պետք է անեն։ Այս է ժողովուրդ ջան, այս ձևի ենք մենք առաջ գնում, այս ձևի ենք պատրաստվում։ Բայց դրա համար պետք է գնա Ռուսաստանի ոտերն ընկնեն, բա պարզ չի ինչ ալնում։ Իսկ հիմա նաև նայենք երեկվա դեպքի հետ կապված մի օր անցել է Փարաքյալ համայնքի ղեկավարի սպանության հետ կապված, մի հատ տեսնենք մեր իրավապահ համակարգի պաշտոնյաներն ինչ են ասում եւ ինչ փուլում ենք, ինչ է կատարվում, ժողովուրդ ջան։ Արտահայտության նախարար Սրբուի Գալյանը անդրադառնալով Փարաքյալ համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը բացահայտելուն ասել է. Ներքին գործերի նախարարությունը դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Հարցին ինչքան սպասել, ի վերջո համայնքապետը գնդակահարվեց սեփական տան դիմաց, Գալյանն ասել է. մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը, այլ բան քան դա ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում։ Մենք դեռ չգիտենք հանցագործություն կատարած անձինք ովքեր են, չգիտենք պատվիրատուները ովքեր են։ Եթե կան այդպիսի, մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մեկ օր անցել է որևէ վարկած չունեն, որևէ կասկածյալ չունեն։ Էս է վիճակը ժողովուրդ ջան։ Իսկ հիմա արմավիրի մարզպետն էլ Վահրամ Խաչատրյանն ասել է. Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ, կպարզվի, մեղավորները պատասխան կտան։ Վալոդյա Գրիգորյանը մեր լավ ընկերն էր։
ճշտող հարցին, թե դեռ չի պարզվել դեպքի հանգամանքները, ինչ գիտի, որ քաղաքական պատվեր չէ։ Նա ևս մեկ անգամ ասաց, որ քաղաքական չէ։ Սա ինչ այն չէ ուղղորդում քաղաքական։ Կարող է քաղաքական է։ Կարող է ձեր թշնամիներն են արել, որ ձեզ վարկաբեկեն։ Ինչի եք դուք 100%-ով համոզված, որ դա քաղաքական չի։ Լավ գիտեք ով է արել։ Բայց դե ոչ մի վարկած ու կասկածյալ չկա։ Ինչ եք ուղղորդում ուրիշ ուղղությամբ։ Մեղադրում եք ուրիշներին, որոնք ասում են կարող է քաղաքական լինի։ Բայց դուք էլ ասում եք ոչ մի վարկած չունենք, դուք իշխանություն եք, նրանք իշխանություն չեն։ Նրանք հավանական բոլոր վարկածն էլ կարող է ասեն։ Իսկ դուք մեղադրում եք նրանց, բայց դուք վարկած եք առաջ քաշում, մի բան մերժում եք, ինչից ելնելով, ինչ փաստեր ունեք։ Դա միայն մի դեպքում կարող լիներ, եթե դուք կազմակերպեիք ու ասեք, որ քաղաքական չի։ Թե չէ ո՞նց կարայիք տենց բան ասեք։ Ոստիկանապետ Արամ Ղազարյանը խոսելով Մերձավանում տեղի ունեցած սպանությունների մասին ասել է. ձերբակալված անձ դեռևս չկա, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ բնականաբար չեմ կարող մանրամասնել ներկայացնել, ամեն ինչ արվում է իրավապահների կողմից։ Իսկ ավելի ուշ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին ասել է. այս պահին որևէ նոր բան չկա։ Էս ունենք մի օր հետո, ժողովուրդ ջան, կներեք։ Ինչ եմ ես ասում։ Մենք ոչ մի փաստ չունենք, բայց լոգիկա ունենք, չէ՞ որ կարելի է հասկանալ ինչա կատարվում։ Ուզում ենք իմանանք այդ լոգիկան գոնե դուք ունեք։ Այսօրվա դրությամբ մեր մոտ ո՞նց են բան քննում։ Ինչի մենակ սպանությունն է։ Գողություն ալնում փողոցում, մեքենայից բան են տանում։ Մարդը գնում է դիմում է ոստիկանություն, գիտեք ինչ են ասում։ Ինչ է ստարել ավտոտ կանգնացել այստեղ, որտեղ տեսախցիկը չի ֆիքսում։ Բա մենք ո՞նց գտնենք։ Մուննաթ են գալիս է մարդու վրա։ Կամ ասма լավ տեսախցիկը ֆիքսել է, բայց գլխարկով է, գլխին բան կար, չճանաչեցինք։ Բա մեզանից ինչ եք ուզում։ Եկել եք դիմում եք, գիտեք, որ տենց բանը չէ, եթե պատահական միտեղ բռնվի, հա, եթե չէ։ Բա որ ես վերջերս ամոդա անգե տեսախցիկն ու ԴՆԹ անալիզը։ Բա մինչև այդ մարդ ո՞նց էին բացահայտում հանցագործությունները։ Ուղեղ ունեին, բացահայտում էին։ Մտածում էին, բացահայտում էին։ Տրամաբանական շղթայով փորձում էին հասկանալ ինչ ա կատարվել, բացահայտում են։ Հիմա նայում եք, տեսախցիկ կա, չկա, գլխարկ կա, չկա, վերջ, էսա ձեր բացահայտումը։ Դրա համար էլ այսօրին ենք։ Բա մարդիկ պարզ հարց են տալիս, չէ՞։ Այս որ դուք ասում եք ոչ մի բան, որը որ նախաքննության հետ կապված կարող է օգնի հանցագործին, կարող եք չասել։ Բայց ուղղորդող բաներ կա, չէ՞ որ դուք պետք է ասեք, որ մարդիկ հասկանան, ինչ ուղղությամբ մտածեն, կարող է ժողովուրդը ուզում է ձեզ օգնի գտնի։ Դիմում եք ժողովրդին, ասում եք, սենց խնդիր կա, օգնեք, բացահայտենք։ Էս ինչ եք սենց գաղտնիության պարագայում։ Մարդը իրան պարզ հարց է տալի, չէ՞ լոգիկա, ի վերջո քաղաքական բանն էլ որ մտածում ենք, ինչ որ մի բան փաստի վրա կառուցում ենք մի հատ վերլուծություն, որոշ ժամանակ հետո պարզում եք, ճիշտ է թե սխալ, վստահ եք թե չվստահ եք, չէ՞։ Հիմա պարզ լոգիկա է, մարդը իր տան դիմաց դուրս է եկել փողոց երեկոյան ժամին։ Ոնց եկավ քիլլերը խփեց գնաց։ Այդ ինչա քիլլերը պատի տակ կանգնած տարիներով սպասում է, թե երբ մարդը տնից դուրս գա։ Անստողներն էլ ասում են, թե ինչ ես անում, հեչ մարդը սպասում, որ սպանեն։ Լրիվ եք խելքներդ գցել։ Երկրորդ օրը նույն մարդը նույն տեղը կանգնածելի, արդեն կասկած կառաջանա։ Ձեռնոցով ու դիմակով կանգնած սպասում էր։ Թե կասկածելի մի մեքենայի մեջ նստած էր օրերով ու տարիներով, ամիսներով, թե երբ պետք է դուրս գա, որ խփի։ Բայց ժամանակ միաստող մարդ չկար, ասել ես ինչ ավտո է կանգնած, ձեր տնից մի քանի մետր ենկում։ Որևէ այդ մասում որևէ մեքենայի կասկածելի բան որևէ մեկը չէր նկատի։ Երեկոյան ժամը մեկը մեքենայով անցնում է, լույսերը գցեր չէր նկատի, որ մեքենայում նստած մեկը դիմակով, ասել ես այս ինչ գործ ունի այստեղ։ Իսկ եթե դիմակով չի, դեմքը ֆիքս էր։ Վիդեոռեգիստրատորը ավտոյի մեջ դրած։ Վարձու մարդասպանը գաղափարական մարտիկ չի, որ ասի գնամ այս ինչ գործնանեմ, եթե կմեռնեմ էլ հանուն հայրենիքի է։ Վարձու մարդասպանը փողի համար սպանում է։ Նա պետք է 100 հատ տարբերակ հաշվի, որ չբռնվի։ Սենց եկա, սենց գնացի, բայ էս կլնի, բայ են կլնի, բայ են կլնի։
Ոնց է հնարավոր, որ մարդը գա մոտենա, 3 հոգու խփի այնպես, երկուսը անմիջապես մահանան, մեկն էլ այնպիսի վնասված կստանա, որ պատասխան չտա, բա ինքը ինչ գիտեր, որ պատասխան տվող չի լինելու։ Տարական բան է, մի հատ դուք ասեք, վարձու մարդասպանը, որ կրակում է, առաջինն ասում են ինչ ատրճանակով է կրակել, որից նաև կարելի է բնութագիրը պատկերացնել, խփողը ինչ շրջանակի կարող է լինել, որ նա հաստատ գիտեր, որ ինքը կարող է խփի անվրեպ, կամ կրակի հետո էլ կրակի, մի ատրճանակ կա, ինչ հետա տալիս չի հասցնի ուղիղ պահի նշանառությունը, մի ուրիշը կարող է կրակես չստացվի, խափանումը լի, իսկ ատրճանակներ կան, որ տենց խնդիր կա, ոնց էր համարձակվում 3 տղամարդու ներկայության մոտենա, որից մեկը քրեական ոստիկանության աշխատող, ու չմտածեր, որ եթե չսպանի, վիզը վրից կպոկեն այդտեղ։ Ուրեմն այդ ամեն ինչը հաշված էր, չէ՞։ Բայց չեք կարող այդ շրջանակը հասկանաք, ով կարող տենց ինքնավստահ լիներ։ Կամ պետք է ասեք, չէ՞, ընդհանրենք ինչով է կրակել։ Ես կյանքի բերումը վառի թեղել է, մակարով էլ կրակել, տետել, ստեչկինել, բերետա էլ, սուիտ էնդ վենսոնել, կոլտել, ամեն մեկը իր նշանակությունն ունի, որը որ դեպքում կօգտագործես, որը ինչի համար կօգտագործես, այդքան մոդիկ գնաս 100%-ով իմանաս, որ անվրեպ խփելու ես, դա որ ատրճանակն է, ինչքան մոտենաս, դա որ ատրճանակն է, որ կարողանաս ուղիղ նշանառությամբ խփես, բա մի հատ հարց չի ծագում, խփելա ու ատրճանակը տեղում չի թողե, ուրեմն նշանակում է չի ուզե թե դա թողի, չէ, որ կարող է ուրիշ հանցագործություն էլ հետը բացա, ինչ որ մեկի հետ կապվի, բա ոնց է վստահ եղել, որ կարող է հասցնի գնա, ոստիկան ես խփում, չես մտածում, որ նրա գործընկերները բռնեն վիզդ վրիցդ կպոկեն, ինչքան պետք է վստահ լինես, որ դու այդ ատրճանակը ճանապարհին նստեղ ես գցելու, որ չեն գտնելու, կամ էլ թե չէ հետը տանելու ես ու չեն գտնելու։ Մեկին սա հետաքրքրում է, որ ասի դուրս եկավ տան դեմը, կարող է տանը այնց մարդներ, որը որ այդքան էլ իրանց տներից չէր։ Հեռախոսով մեկին SMS ուղարկեր, ասեր դուսը կանգնացա։ Ու նա ինչ-որ ժամանակ ունենար գար մոտենար ու գնար։ Հավաքել եք այդ հեռախոսները, տեսնեք ով ինչա գրել։ Կամ այդ տեսադաշտից որևէ մետեղից հնարավոր էր նկատեին փողոցում կանգնածա, զանգեին ասեին արի։ Նա էլ պատրաստան նստած չէր սպասելու որ գար։ Պետք է ժամանակ ծախսվի, որ նա պատրաստվի գա։ Ու նշանակումը մոդիկ տեղից եկավ, մոդիկ տեղից գնաց, բայց աննկատ եկավ, աննկատ գնաց, ոչ մեկը չտեսան։ Էս ինչ է բացատրում ժողովուրդ ջան։ Ինչ է համայնքապետի տանը մի հատ զենք չկար, որ նա չվախենար, որ կարողա ինքը կրակի իր դեմ էլ կրակեի։ Ոնց է սենց սահուն անխոչնդոտ ստացվում դա։ Ուրեմն դա նշանակում է մի բան, այսքան պատահականությունները, որ տեղի ունենում ու խփում ու հասցնում են գնան, դա մի դեպքում, որ պատահական մարդը իշխանության ղեկին է։ Երկրում էս վիճակն է, ժողովուրդ ջան, որ սենց շատ հանգիստ կարող են գալ, շատ հանգիստ խփեն, 3 հոգու խփեն ու շատ հանգիստ էլ գնան։ Հաշվարկեն, որ ոչ մի խնդրեմ չեն ունենա։ Ու չէ, որտեղից իմացան, որ տենց անխոչնդոտ տենց հանգիստ կարան գան, խփեն ու իրանց ոչ մի բան չի սպառնում, ոչ մի սյուրպրիզ իրանց չի սպառնում, անակնկալ չի լինի, որ ընդեղից էլ կրակեն։ Ես տենց պաշտոնյա հազիվ թե հիշեմ, որոնք որսորդ միության անդամ չեն։ Ժամանակին, երբ որ խոշոր առևտրարտադրական միավորման գլխավոր տնօրենը եղել, ես էլ եմ որսորդ միության լրիվ օրինական թղթերով տանը 5-ից ավել զենք եմ ունեցել։ Օրինական։ Անգամ տնեցիներին տարել եմ քաղաքից դուրս կրակել եմ սովորացրել։ Կնոջս ու երեխեքիս, թեպետ օրենքի խախտումը ներող եղեք։ Ես ասում եմ, այն ինչ որ եղել է։ Ասել եմ, որպեսզի հանգիստ ես իմ գործի տեղը նստեմ, ես դիմանամ, որ իմ ընտանիքից ապահովեմ։ Սովորեք կրակել, իմ անչափահաս աղջկան, որ հրացանն իրա քաշին էր։ Սովորացրել եմ կրակել։ Ասել եմ մի հատ վտանգելի խփեք։ Կգամ իմ անունովա զենքը, կգամ կասեմ անհրաժեշտ ինքնապաշտպանությունը գերազանցել եմ, տարեք դատեք։ Բայց գոնե կիմանամ, որ իմ ընտանիքը անվտանգ է։ Կամ եթե 5 տարբեր տեղից հրացան հանեցին, մեկի վրա պահեցին, հիմար չեն որ կրակեն կամ մեկին վնաս տան։ Կհասկանան, որ այդտեղից բրծում չկա։
Հավանական բոլոր դեպքերի համար տանը հրացան կար։ Երկար փողով MC, որ ավտոմատ 5 հատ կրակում է։ Կարճ փողով Մավերիկ Մոսբերգ եւ Վինչեստեր։ Տոզ 34, որ 2 հատ, 2 փող իրար վրա կրակում է։ Կալաշնիկով ավտոմատի բազայի վրա սնայպեր, Սայգա, մասնագետները գիտեն, դրա համար ասում են, որ իմանան, որի վրա օպտիկական նշանառություն է դրած ակտիվ նշանառությամբ, որ կարող է մի կիլոմետրի վրա խփեց, այդ որ խփողը կարա հասցնի փախնի։ Պահեստային պարկն էլ 10 փամփուշտ, եթե նույնիսկ հատ-հատա կրակում ավտոմատ չի կրակում, բայց այն արագությամբ է խփում, որ ոչ մեկը չի հասցնի դեմը փախնի։ Այդ ոնց է որևէ մեկի մտքով չանցա, որ այդ համայնքապետի տանը դրանք կարող լինի ու տնեցիները կարող է դա անեն, կամ երրորդ մարդուց հետո չորրորդ մարդը դուրս գա։ Որտեղից իմացան, որ տենց հանգիստ խփելով է, հանգիստ գնալու է, պատասխան չի ստանալու։ Այսօր մի հատ ուժեղ քամուց կարող է մի հատ կոնտակտ միանա, ազդանշանը միանա։ Զանգում է, եթե հեռախոսը զբաղված է, անվտանգության ծառայությունը։ Անմիջապես մեքենան գալի դարպասի դեմը կանգնում է։ Ասում ենք լավ, թյուրիմացություն է եղել, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Չեմ ուզում կոնկրետ անվտանգության ծառայության անունն ասեն, դե վճարովի ծառայությունը չգովազդենք, էլի։ Բայց ասում են, չէ, դուրս արի դու դարպասի մոտ իրանց ասա, որ գնան, տեսնեն, որ հանկարծ վտանգ չկա, նոր թողեն գնան։ Իսկ որ թիվն է, ժողովուրդ ջան։ Ես որ այդ զենքերի մասին ասում եմ, ասում 25-30 տարի առաջ, հիմա կարող են այս բաները լինի, որ նույնիսկ ես չգիտեմ, բայց քիլլերը գիտի, որ ինքը շատ հանգիստ դա կարա անի, ու շատ հանգիստ կարա հեռանա, ուրեմն գործնականում ոչ մեկն անվտանգ չի։ Բայց օրը մի հատ ձայնագրություն են միացնում, այս ինչ միտինգի մասնակիցը զանգեց, այս ինչ միտինգի մասնակցին ասեց, քեզ 1000 դրամ փող կտան, կարի միտինգի, գնացեք կալանավորեք։ Բայց դուք ինչի եք այդ երկու միտինգի մասնակցի առողջը լսում։ Կամ ամբողջ եթերն եք լսում, որ ով ինչից խոսա, կոնկրետ բառերը հնչի կոդային, դա մտցնեք, կարողանաք ֆիքսեք ով ինչ է խոսում։ Բայց գործով զբաղվեք։ Այսօր դուք դա անում եք, որ ամբողջ երկիրը հասկանում է, որ գործնականում ոչ մեկի կյանքը անվտանգ չի։ Այն դեպքում, երբ որ ես ասում եմ, պաշտոնյա մարդը առաջինը նաև իր ընտանիքի անվտանգության մասին է մտածում։ Հազարը մի շառոփորձանք կարա լինի։ Ուզում եք ասեք չի մտածել։ Ուզում եք ասեք քիլերը գիտեր, չէ՞ որ այդ ամեն ինչը կարա անի։ Ու դուք չեք կարողանում գոնե շրջանակ գտնեք։ Որ լոգիկայով եք պատկերացնում սեփական տան հայատում, կարա մարդը գա ու իմանա, թե մարդը պետք է հայատ դուրս գա, թե չէ, գիշերվա կեսին։ Որտեղից։ Դուք դες քիլլեր պատկերացնում եք, որ տարիներով գանստի նրա ժամը փողա, օրը փողա։ Որտեղից այդ ինֆորմացիան։ Ինչ եմ ես այս ամեն ինչն ասում։ Որտե մենակ այս դեպքին չի վերաբերվում։ Այս դեպքը բացահայտում է այդ ամբողջ անտերությունը, որ մեր երկրում տեղի է ունենում։ Որ ոչ մեկը պաշտպանված չի։ Ու ամենակարևորը, որ եթե հատկապես խոսքը վերաբերում է համայնքապետին, արդեն մարդիկ հասկանում են, որ իմացեք, հա, դա վտանգավոր գործ է։ Եթե գնում ես, դու պետք է իմանաս, որ գնում ես նաև կյանքով պետք է պատասխան տաս, եթե դու իշխանության մարդը չես։ Բայց դուք առավել եւս պետք է չարչարվեք գլուխներդ քարին պատին տակ, որ բացահայտեք։ Որպեսզի ձեր վրայից այդ կասկածը դուրս գա։ Լավ, ցանկացածը ձեր համար մի հատ պատկերացնեք, ոնց է ձեր տան պատի կողքը մի հատ անծանոթ մեքենա տեսնեք 2 օր իրար վրա, անմիջապես կֆիքսեք, ուշադրություն կդարձնեք, համարին կնայեք, ներսը նստած մարդուն կնայեք։ Այն է սեփական հայատ եկող մեքենային ուշադրություն չդարձնեն, տենց բան կա։ Բոլոր հարևանները ուշադրություն կդարձնեն, այսուն տուն է եկել այս մեքենան։ 2 անգամ տարօրինակ եկել միտեղ կանգնել է։ Սա սովորական դեպք չի, ժողովուրդ ջան։
Սա մնում է իշխանության վզին, եթե նույնիսկ դա իրանց փնտիության պատճառով է, նորից մնում է իշխանության վզին։ Որտեղ որևէ լոգիկա վարկածել չունեն։ Ոնց հա որ չունեք։ Բարդ է այդքան հասկանալ, որ մարդը, որը եկել է ու հեռանում է, հավանական բոլոր բաները ոնց կարար հաշվեր։ Ոնց կարար հաշվեր, որ այնտեղ որևէ մի հատ մեքենայով որևէ մեկը մոտենալուց տեսներ, միացրած մեքենայով տեսներ խփեց գնաց, հետևից չէր շարժվի։ Կամ որևէ մեկը տնից հրացան չեր անի, շարժվողին խփեր, ոնց որ ասեցի, զենքեր կան, ինչ հեռավորության խփում են, օրինական էլ զենքեր։ Ես անգամ ժամանակին մարդկանց զենք էի նվիրում։ Ասում էին հոսակաշառք չի, ասում էին ինչ կաշառք, ուղղակի քո անվտանգությունը կարևորում եմ, տարկցի տուն պետք կգա։ Պետք չի գա, թող մնա։ Չեմ պատկերացնում, որ դա բարդություններով ընտրված համայնքապետը, պրոբլեմներով ընտրված համայնքապետը այդ խնդիրը լուծած չլներ։ Բա ոնց եղավ տենց անպաշտպան։ Ումից ստացան ներսի ինֆորմացիան, որ կարողացան դա անել։ Բա չեք ուզում իմանաք։ Ոստիկանությունից իրանց ոստիկանության աշխատակցին, որ գիտեին հետը ընկերա, որ գնացել է հետը հանդիպում է, որ կարող է իրանց տանն լինի, որտեղից այդքան ինֆորմացիան դուրս եկավ, որ ինչ որ մեկը մտածեց գնամ կանգնեմ, հենց դուրս գան խփեմ։ Ու չմտածեց, որ 3-ից մեկը զինված կլինի կամ դարպասից ներսում 4-րդը։ Կամ տանից որևէ մեկը կխփի պատուհանից։ Այսա նրա համար է ժողովուրդ ջան, որ իմացեք, որ եթե իրանք ցանկություն ունեն, իսկ քանի որ այսօր պետք է սպասեն մինչև Նիկոլ Փաշինյանը մի հատ վարկած առաջ քաշի, Նիկոլ Փաշինյանի գլուխն էլ խառն է։ Ինքը նախնական մի հատ վարկած sense թեթև գցեց, բայց համոզիչ չէր։ Հիմա նոր պետք է մի հատ վարկած վերի, չէ, ում մանգան գտնեն։ Բա մեր իրավապահ համակարգը բա ոնց պետք է մարդ գտնի, եթե Փաշինյանը չասի։ Բա դրա համար չեն վստահում, ժողովուրդ ջան։ Ուսա ձեր պրոֆեսիոնալ անպիտանելիության մասին է խոսում։ Ձեր ընկերոջն են սպանել, ձեր գործընկերոջն են սպանել։ Էսա ձեր վերաբերմունքը։ Մարդասպանը միտեղ որ գիտի մի հատ ոստիկան է սպանելու, նա գիտի որ 100 տարի էլ անցնի իր քթից են բերելու։ Մոխիր են սարքելու, եթե դու ոստիկանին կրակել, դա է անվտանգության երաշխիքը, որ ոստիկանը գիտի, ռիսկ չեն անի կրակել։ Էսի սառնասրտորեն խփին ու գնացին, սենց էլ ոչ մի վարկած չունեք։ Դրա համար ժողովուրդ ջան, շատ անելիք կա, որ առաջիկայում մենք նորմալ իշխանություն ձևավորենք։ Սա այս խայտառակությունը մեր պետությանը հեռու չի տանի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։